Նախագծի մասը, այնտեղ էլ ապահովված է։ Որքան 23,000 ցանկացած հնարավորությունից սպասարկում աշտարակը և մոտակա քրարի հնարավորությունն այստեղ մենք ընտանեկան մշկի թերապևտիկներ, մասնագետներ և հիմա դժվարությունը նաև այն է, որ հիվանդանոցը արդյունքում է։ Ինչքան հեռու է շատ։ Ինչքան 15 հայլայով Շենքը ստեղ է կան։ Այո, մրցույթը հայտարարված ամսի 16-ին, նոյեմբերի 16-ին կունենանք շինարար, որը արդեն կմեկնարկի շինարարական աշխատանքները։ Սա խնդրեմ ներկայացրեք ակնաբուժականի սարքավորումներն են, որոնք ես այս նոր են ստացել, այո, աճի հատակը։ Իսկ ինչ ընդհանուր առմամբ ինչ սարքավորումներ եք հատկացրել։ Այստեղ Հիմա պոլիկլինիկայում աշխատում են միայն պոլիկլինիկայի աշխատողները, թե ուրիշ հիմնարկներից են կան։ Բարև ձեզ։ Որ կաբինետներ սա։ Սա մանկական կաբինետ։ Հիմա մենք բան ունենք, ստանդարտ ունենք, որ մեր պոլիկլինիկայում պետք է լինի սա։ Ֆունկցիան կատարելու համար ապահովված է։ Չէ, բայց ընդհանուր ստանդարտ ունենք, այդպեսի։ ծավալում ենք, ինչ ծավալություններ պիտի մատուցեն, ու դրան համապատասխան հագեցվածության ցանկ ունենք։ Մեր խնդիրը ինչ է, որ մենք պետք է հստակ ձևակերպած ենք, որ մենք ասում ենք պոլիկլինիկա, ինչ նկատի ունենք, որ մենք ասում ենք դպրոց, ինչ նկատի ունենք։ Հիմա ասենք օրինակ, եթե այս պիջակը, չէ, բայց եթե այս պիջակը կոճակ չունենա, գրպաններ չունենա, օձիկ չունենա, էլի կարող հագնենք, էլի կարող ասենք պիջակ, բայց պիջակը լրիվ ուրիշ բան է։ Ես նկատի ունեմ, երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, դպրոցի դեպքում ոնց ենք ասում, այդ նշանակում է, որ ինքը պետք է ունենա օրինակ լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ, լաբորատորիաներ պետք է հագեցած լինեն սրանով։ Եթե չկա, այդ նույնն է, որ պիջակա, բայց կոճակներ չունի, գրպաններ չունի, օձիկ չունի, թևքեր չունի, այսինքն սենց պետք է մոտենանք, որովհետև այսինքն ես հասկանում եմ, որ դա ճանապարհը, որ մենք պետք է անցնենք, բայց մենք պետք է ունենանք ստանդարտ, եթե ասում ենք մենք բացեցինք պոլիկլինիկա, այդ նշանակում է, որ մեր պոլիկլինիկայում այդ ստանդարտը ամբողջությամբ պահպանված է։ Դա էլ է նորմալ, հիմա շինարարությունը կարա մի քիչ շուտ ավարտվի, մի սարքը կարա մի քիչ շուտ գա, մի սարքը կարա մի քիչ ուշ գա, հարցը դրա մասին չի։ Բայց երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, նկատի ենք ունենում պետական ստանդարտով սահմանած մի բան, որովհետև եթե կոճակը չկա, դա այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ պոլիկլինիկան այդ կոճակն էլ հետն է։ Եթե կոճակը չկա, ուրեմն մի բան պակասա պոլիկլինիկա մեր սահմանած հասկացությունից։ Շնորհավորում եմ ձեզ։ Էսենական սարքավորված Հա, պոլիկլինիկան սա սոնոգրաֆիկն է։ Ահա արդյոք սա պոլիկլինիկան է, մենք հիմա գտնվում ենք այստեղ, այս կետում։ Այս տարածքում կառուցվելու է նոր հիվանդանոցը, որի նախագիծը պատրաստ է ամբողջությամբ, ինքը լինելու է 4 հարկ և նկուղային հատվածով։ Ինչն է կարևոր այս նախագծի մեջ, որ առողջապահության նախարարության գործընկերների հետ բոլոր նախորդ նախագծերում ինչքան խնդրահարույց բաներ ունեցել ենք, հաշվի ենք առել և սրա մեջ բոլորը արդեն իսկ շտկված են, նախագիծը պատրաստ է, փորձաքննությունը անցել է, մրցույթը հայտարարված է և նոյեմբերի 16-ին կունենանք բացումը, կունենանք շինարար և անմիջապես աշխատանքները կմեկնարկվեն։ Այստեղ էլ շտաբ օգնության կենտրոնն առանձին լինելու, որ այս մասնաշենքի հետ կառուցվելու։ Շատ լավ, շատ լավ։